Մասնակցային բյուջետավորումը այսպիսին է, գաղափար համայնքից քվեարկում է համայնքը, իրականացնում է համայնքի բնակիչն է քվեարկում, իրականացնում է համայնքը։ Իմ շահագրգռվածությունն ինչումն է, ես ճիշտ ասած վերջապես ուզում եմ, որ այս 3 ծրագիրը իրագործվի։ Գաղափարը, որը կենդանասերների անունից առաջարկել է հեղինակը, թափառող եւ ընտանի կենդանիներին վերաբերող մեկ համալիր ծրագիր է 3 բաղադրիչով։ Բնակիչների բողոքներն էլ թափառող շների խնդիրն էլ դերելն ունեցել նման ծրագրով բյուջեի ծախսային տնօրինմանը մասնակցելու համար։ Նախ հետազոտական աշխատանք է պետ կենդանիների հաշվառման, քանակի հսկողության եւ գրանցման ուղղությամբ։ Հետո շների կացարանի կառուցումն է անհրաժեշտ։ Իսկ վերջին բաղադրիչը վերաբերում է ընտանի կենդանիների համար զբոսայգի ստեղծելուն, որին եւս կողմ են եղել քաղաքացիները։ Օնլայն քվեարկությամբ 1405 մարդ հավանություն է տվել կենդանիների համար զբոսայգի ունենալուն։ Հատկապես եկող զբոսաշրջիկները, որոնք իրենց տնային կենդանիներով, ընտանի կենդանիներով գալիս են իրենց շունիկներով, եւ ինչու՞ չէ քաղաքում ապրող նաեւ իրենք կարիքը ունեին, այդ կարիքը կար։ Զբոսայգի ունենալու կարիքը բավարարելու համար 1500-ից 2000 մետր տարածք է պետք։ Իսկ թե որտեղ եւ ինչպես է դա արվելու, սա էլ է մրցութային գործընթաց։ Ըստ գաղափարի հեղինակի ցանկալի է, որ այն լինի քաղաքի կենտրոնին մոտ, լինի կանաչապատ, որպեսզի հասանելի լինի ընտանի կենդանիներ պահողներին։ Իսահակյանի փողոցի վրայի այգին հարցումներով այդ այգին շատ են նշել, նաև իհարկե հաղթանակի այգին են նշել, Մայր Հայաստանի հատվածն են նշել։ Այսինքն զբոսայգին թափառող կենդանիների համար չէ, բայց մասնակցային բյուջետավորման հաղթած ծրագրում չեն անտեսել թափառող շների խնդիրները։ Առաջարկում են Գյումրիում թափառող կենդանիների կացարան կառուցել եւ որ դա հնարավոր է։ Ծրագրով ֆինանսական հիմնավորումներ եւս կան, բայց մինչեւ կացարանին հասնելը նախ հետազոտական աշխատանք է պետք, թե ինչ քանակի թափառող կենդանի կա Գյումրիի տարբեր հատվածներում եւ թե դրանցից քանիսն են ստերջացված, քանիսը վտանգավոր։ Արել ես հետազոտությունը, ենթադրենք գիտես ինչքան էգ շուն կա, ինչքան ворց շուն կա, 3 կամ 4 ստերջացման ծրագրերի արդյունքում դու քանի ստերջացրած կենդանի ունես, քանի հիվանդ կենդանի կա, շատ հեշտ է այդ դեպքում հասկանալ, թե դու կացարանում քանի շուն կարող ես պահել։ Հետազոտություն իրականացնողները լինելու են քաղաքապետարանից, այս գործընթացի եւս ծրագրային ծախսերում է։ Ընդհանուր 3 բաղադրիչով համալիր ծրագիրը 98 միլիոն դրամ է գնահատվել, որի 80%-ը պետության ֆինանսավորումն է լինելու, 20%-ը համայնքինը։ Առայժմ 200 շուն պահելու կացարանի համար նոր շենքի կառուցման տարբերակ է քննարկվում։ Տարածքի ընտրությունը քաղաքապետարանն է անելու։ Տվյալ կացարանը, որտեղ որ ընտրվի, ինքը պետք է գոնե 200 քառակուսի ունենա վարչական շենք եւ գոնե 2000 մետր դիմացը տարածք ազատավանդակների համար։ Ծրագիրը այս պահին արդեն նախագծման փուլում է, այսինքն մենք մինչև հունիսի 18-ը կառավարության որոշմամբ պիտի ներկայացնենք հստակ նախագիծը։ Նախագծի մրցույթը հայտարարված է, հունիսի 9-ին կունենանք հաղթող։ Նախագծման փուլում է շների կացարանի կառուցումը, տարածքի ընտրությունը հետոյի հարց է։ Ծրագրի մեկնարկի համար թվում է ամեն ինչ կա, բայց պարզվում է ժամանակ չկա եւ եթե մինչեւ տարեվերջ որևէ բաղադրիչով այն չսկսվի, գումարները հետ են գնում։ Ինչ որ բան անելու 5 ամիսն անցել է, սահմանված ժամկետներում տեղավորվելու խնդիր ունեն։ Իրականում կա այդ մտավախությունը, որովհետև հնարավոր են տարբեր իրավիճակներ, երբ օրինակ մրցույթ ենք հայտարարում, կարող է մասնակից չունենանք ցանկացած թե նախագծի, թե կապալառուի պարագայում։ Ամեն դեպքում հուսով սպասում ենք, որ գործընթացը կարողանանք ժամանակին ավարտել։ Շատ ես ինքս անհանգիստ եմ, որ ինչ որ բաներ ուշանում եմ, բայց ինքս գործառույթ չունեմ արագացնելու։ Դա էլ ասեմ, այսինքն մնում է, որ մենք անդադ խոսենք, չգիտեմ, այս մասին կամ գրենք անդադ եւ նշենք, որ համայնքը իրապես ուզում է եւ համայնքը իրոք սպասում է, որ այս ծրագրերը իրականանան։ Մասնակցային բյուջետավորումը 1 տարում իրականացվող ավարտուն մեկ նախագիծ է ենթադրում։ Թափառող եւ տնային կենդանիներին ուղղված այս ծրագիրը ժամանակին ընթացք ունենալու դեպքում կունենա շարունակականություն։ Այսինքն կառուցվող տարածքների պահպանման եւ շահագործման ծախսերը դրանից հետո հոգալու է համայնքը։ Հավաքանին է որոշելու, թե տարեկան ինչքան գումար հատկացնի օրինակ կացարանում շների պահման եւ ստերջացման համար։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։